Եվ դի պարկ ենենք, խովի չմեռնենք, դի պարկով ենք։ Հավել ավչո ժողովրդին անվճար մարդը չունի, բերենգը ուժեն ճամպենգը։ Ես թոշակով ինչ կարայան, անվճար ոչ մի կապեք ես չգիտեմ ինչ բան։ Ինչի բան ներկային բոլորն էլ արդեն անցկացնին, գումար չունեցողն է կանցնի, ունեցողն է կանցնի։ Ամսամարը դե 20,000-ից ավել տեղի փոխ դե եմ չտ։ 70-ամյա պարոն Գևորգն ու մյուսները առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուներից են։ Նրանց պես շահառուների թիվը ըստ առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շարունակում է աճել։ Համակարգի առաջին 6 ամիսների արդյունքներն ամփոփելիս հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը նշեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում զգալի աճ է գրանցել, հասնելով շուրջ 1.8 միլիոնի։ Խարազյանի խոսքով շահառուների թվի աճը ոչ միայն պայմանավորված է 200,000 եւ բարձր աշխատավարձ ստացող շահառուների թվաքանակի աճով, այլ նաև երկրի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ եւ առողջապահության համակարգի կարեւորության մեծացմամբ։ Այս ցուցանիշը, որ մեր համակարգին միացող շահառուների թիվը ըստ ամիսների շուրջ 60,000 նոր շահառու է միանում, հենց ցույց է տալիս, որ համակարգի ներդրման արդյունքում այն քաղաքացիները, որոնք չեն ունեցել ֆինանսական հասանելիություն, ապահովագրության ներդրման շնորհիվ դիմել են եւ ստացել են իրենց անհրաժեշտ առողջապահական ծառայությունները։ Միաժամանակ համակարգի գործարկումը փոփոխություններ է բերել նաև բուժհաստատությունների աշխատանքում։ Ավելացել է բուժառուների հոսքը, աճել են այցելությունների թիվն ու սպասարկման ծավալները, ինչի հետևանքով բուժհաստատություններն այսօր աշխատում են ավելի մեծ ծանրաբեռվածությամբ։ Երթը շատ է։ Հիմա սպասել ավելի շատ է, քան դեռ առաջվա մոմենտ։ Եվ նույնիսկ սեզոնային առումով, երբ որ մենք համարը ավելի թեթև էինք լինում եւ հիվանդների թիվը նվազում էր, մինչեւ այս պահը բաժանմունքը ծանրաբեռնված է աշխատում։ Ծանրաբեռնվածությունը օրինաչափ է եւ եթե հիվանդը առաքելությունը բուժաշխատողի աշխատանքն է։ Հիմա եթե մեկը չի հասցնում, մյուսն է անում։ Այնպես չի որ այդ ծառայությունները շատացել են եւ դա վատ է, դա շատ լավ է։ Սակայն բուժհաստատությունների ծանրաբեռվածությունն ու հերթերը միակ հարցերը չեն, որոնք ի հայտ են եկել համակարգի ներդրումից հետո։ Վերջին ամիսներին հանրային քննարկումների թեմա են դարձել նաև որոշ բժշկական ծառայությունների համար սահմանված համավճարները։ Շատ քաղաքացիներ նշում են, որ նախկինում նույն ծառայությունից օգտվել են առանց վճարի, մինչդեռ այժմ ապահովագրության շրջանակում դիմելիս պարզվում է, որ ծառայության մի մասը փոխհատուցվում է, իսկ մնացածի համար անհրաժեշտ է կատարել համավճար։ Տեղերքար մենք կարիք բերենք էլի։ Ունակ 30,000, 60,000, 50,000 այդ տեղերը մենք կբերենք, սա մենք չունենք։ Հետո ստեղ ապարատ կա, որ նոր թթվածինը պետք է թոքերի մեջ ջուր կա, պետք է քաշե, այդ ապարատը իրանք չունին։ Նորից էլի 30,000 թե ինչ տվեցինք, որ այդ ապարատը բերեցինք, սարսեր կա չի։ Սամվել Խարազյանը պարզաբանեց իրավիճակը։ Նրանք ի սկզբանե չեն ասել, որ ամեն բան անվճար է լինելու, կան ծառայություններ, որոնք փոխհատուցվում են 50%-ով, կան այնպիսիք, որոնց դեպքում կիրառվում է համավճար։ Այսինքն մենք սահմանում ենք հիմնական կանոնները եւ արդեն բժշկական կազմակերպությունները ելնելով իրենց պահանջարկից, իրենց մասնագետների պահանջարկից եւ այլն կարող են սահմանել որոշակի համավճարներ։ Համավճարները իհարկե նորություն չեն, մարդկանց անհանգստացնում եւ զարմացնում է այն, թե ինչու է համավճարը սկսում կիրառվել համակարգի ներդրումից գրեթե 6 ամիս անց։ Շահառուների ընտրությունն է, նրանք կարող են ընտրել այն բժշկական կենտրոնը կամ այն բժշկին, որը կիրառում է իր խորհրդատվության համար համավճար, կամ կարող են ընտրել այն բժշկական կենտրոնը եւ բժշկին, որը որ չի կիրառում իր խորհրդատվության համար համավճար։ Խարազյանն ինքն էլ նկատեց, որ երկրորդ կամ երրորդ ամսում նման աղմուկ չկար, մինչդեռ նրա խոսքով համավճարները գործել են դեռ հունվարին, երբ նոր էր ներդրվել համակարգը։ Թե ինչով է պայմանավորված այս սրացումը, չի կարող ասել, միայն հավելեց, որ շարունակում են այս հարցին հետևողական լինել եւ աշխատանքներ տանել համակարգի լավարկման համար։ Մարինե Դվոյան, Հասմիկ Թումասյան, Սեյրան Հակոբյան, Հարություն Չաքմիշյան, Հորիզոն։